Բարերար Սամվել Կարապետյանի կալանքելի երկարաձգեցին, նա բանտում է եկեղեցուն պաշտպանելու համար։ Արդար է ըստ ձեզ նրան կալանավորելը, ինչպես եք գնահատում այս իրավիճակը։ Ոնց կլի ճիշտ, մարդը, բարերար մարդը, տաշիր քաղաքից, հետո այնքան բաներ արի Հայաստանի համար, որ հազվագյուտ դեպքերում այդ ձևի մարդ լինի։ Չէ, սխալ։ Չէ, իհարկե, չէ, քաղաքական հայացքների համար ճիշտ չի։ Բայց դե հիմա իրանք այլ կերպ են հիմնավորում, որ կալանավորել են տնտեսական հանցագործության համար, իբր թե։ Բայց դե ես ճանաչում եմ դրանց գործունեությունը եւ այլը, դրական բան եմ գնահատում, երևի խելքի կամ բաց կթողան։ Մենք որ 3 կոպեկ ունենանք, 2 կոպեկը ծառնենք սխալամել։ Համեն նրա միլիոններ ու միլիարդները բաները որ սաղցերը սխալեն, նայել է իրողությունը կասկիսնենք ունենանք։ Սխալ ալրիվ, սխալը մի գոր մարդը արդարություն է պահանջում, չի ես բռնել։ 2 ամսով էլ շատացրում, 2 ամսով դադախազը իրականորոշ իր բարեկամներն ու կանանոստան ղեկավար, առաջ ղեկավարները կանայք են ղեկավարում։ Դե ճիշտ չէ, այդ մարդը բարեգործ մարդ է, հայրենասեր մարդ է, հայրենիքի արած ունի, ծառայություններ ունի արած։ Հետո դա բանը Ալիևներ ուզեմ տենցել էր, երևի զակազը, չգիտեմ, չեմ կարասում։ Լսեք, Հայաստանում արդարադատություն չկա եւ այդ մարդիկ կալանավորվում են մի հոգու պատվերով։ Հիմա դուք ուզում եք, որ մենք այդ հարցը լրջորեն քննարկենք, արդար է թե արդար չի։ Եթե մի երկրում արդարադատություն չկա, ցանկացած մարդու կալանավորումը անարդար է, ցանկացած նույնիսկ այն, որը ասում են հողությունը արել ու բռնել են, ես դրան չեմ վստահում, որովհետև եթե մեկի հանդեպ անարդար են, ուրեմն հազարի հանդեպ են անարդար։ Չէ, այն մարդի արածը, ընքանա որ բոլորի պերանա կարա փալի։